Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր ես տեսակապի միջոցով զրուցելու եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեզ, քանի որ հունիսի 24-ը դիվանագետ կանանց օրն է, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, Տիկին Գևորգյան, եւ առաջին հարցը հենց հետեւյալն է, առհասարակ դիվանագետ կնոջ այդ մասնագիտական առաքելությունը, որովհետև վերջին տարիներին կա այսպիսի մի տվյալ, որ դիվանագետ կանայք աշխարհում ավելանում են, այսինքն մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի, եւ ինչով է դա պայմանավորված։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, ես էլ օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին եւ բոլորին մաղթել ուժ, համբերություն եւ իմաստություն պատվով կատարելու այն առաքելությունը, որը վստահված է նրանց։ Այո, բարեբախտաբար կին դիվանագետների թիվը տարեստարի ավելանում է նաև Հայաստանում, օրինակ երբ ես ԱԳՆ համակարգում աշխատանքի անցա, զգալիորեն ավելի քիչ էր կին դիվանագետների թիվը, այսօր արդեն, եթե չեմ սխալվում, ԱԳՆ կենտրոնական ապարատում կին դիվանագետների թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը եւ կին դեսպանների թիվը նույնպես գնալով ավելանում է։ Ես կարծում եմ, որ սա իրապես շատ կարևոր հանգամանք է, որտեղ նախկինում եղել են դեպքեր, երբ այսպես ասած միշտ առավելություն է տրվել տղամարդկանց, ես իմ կարիերայի ընթացքում եմ այդպիսի խնդիրների բախվել, այսօր գնահատվում են մարդկային եւ մասնագիտական արժանինքները, ինչը շատ կարևոր է համարում բոլորիս համար։ Բայց դա շատ մեծ պատասխանատվություն է, չէ՞, լինել դիվանագետ։ Այո, դա մեծագույն պատասխանատվություն է, որովհետև հատկապես արտերկրում գտնվելու ընթացքում դու ներկայացնում ես Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարծում եմ այսքանով արդեն ամեն ինչ ասված է, թե ինչպիսի պատասխանատվության մասին է խոսքը, եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր կին, ով այդ պատասխանատվությունը ստանձնում է, ինքը քաջ գիտակցում է։ Ինչ շփումներ ունեք այդտեղ Ուրուգվայում ձեր գործընկերների հետ, նկատի ունեմ կին դիվանագետների հետ, ինչ միջոցառումների եք համատեղ մասնակցում, ինչ շփումներ ունեք եւ առհասարակ այդ գործնական փուլը, այսինքն ինչպես են Հայաստանի մասին շատ դեպքերում հենց տեղեկանում են դիվանագետների միջոցով, այդ շատ կարևոր առաքելություն է դրված ձեր ուսերին։ Այո, տեսեք, Ուրուգվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը այդքան մեծաթիվ չէ, մոտ 5-10 դեսպաններ են այստեղ ներկայացված եւ նրանցից 10 դեսպաններ տարեկան կանայք են, որոնց հետ ձևավորվել են շատ ջերմ, ինչպես անձնական, այնպես էլ գործնական հարաբերություններ։ Մենք շատ հաճախակի շաբաթական 3-4 անգամ առնվազն տեսնվում ենք, շփումներ ենք ունենում ինչպես պաշտոնական միջոցառումների շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս շատ հաճախ դեսպանների կեցավայրում ձևավորվել է շատ առողջ, ընկերական, գործնական մթնոլորտ։ Բացի այդ, ես իմ այստեղ գտնվելուց ի վեր անդամակցում եմ նաև դիվանագիտական օգնության դիվանագիտական ասոցիացիային, որին մասն են կազմում Ուրուգվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, դեսպանների կանայք եւ Ուրուգվայի հասարակության ազդեցիկ կանայք, որը նույնպես շատ լավ հարթակ է, ինչպես մեր երկիր ներկայացնելու, այնպես էլ տարբեր գործընկերների հետ, գործընկերների հետ կապեր ամրապնդելու համար։ Իդեպ բոլորովին վերջերս ընտրվել եմ այդ ասոցիացիայի փոխնախագահ։ Այդ ասոցիացիայի ներսում արդեն մոտ 3-4 միջոցառում կազմակերպվել է Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, որի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի մշակույթը, պատմությունը, որոշ դեպքերում նաև մեր քաղաքական առաջնահերթություններ, ինչքան որ այդ հարթակը քաղաքական չէ, բայց ամեն դեպքում շփումները դեսպանների հետ միշտ ներառում են նաև քաղաքական բաղադրիչ։ Տեսեք, դուք խոսեցիք քաղաքական բաղադրիչից, մենք դրան դեռ կանդրադառնանք, բայց ամեն դեպքում Հայաստանն ու Ուրուգվայը մոտ 33 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Ինչպիսին է երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը։ Այո, մայիսի 27-ին դրացավ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակը, բայց մեր ռեզիդենտ դեսպանությունների գործունեությունը ավելի քիչ տարիների պատմություն ունի։ Ինչպես գիտեք, Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը, ռեզիդենտ դեսպանությունը բացվել է նախորդ տարի, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ այսօր մենք գտնվում ենք լավագույն երևի թե փուլում մեր երկու հարաբերությունների, որովհետեւ իրականում նախկինում իհարկե աշխատանք տարվել է Բուենոս Այրեսում մեր դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է եղել նաեւ Ուրուգվայում եւ բավական արդյունավետ աշխատանք է տարվել, բայց ռեզիդենտ դեսպանության գործունեության բնույթը եւ արդյունավետությունը էապես տարբերվում է մյուս դեպքերից եւ բավական է միայն նշել, որ վերջին 1.5 տարվա ընթացքում 3-4 բարձրաստիճան փոխայցելություն է եղել
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահ պաշտոնական այցով այցելեց Ուրուգվայ, 2024 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը մասնակցեց Ուրուգվայում Հայաստանի դեսպանության ռեզիդենտ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը, պաշտոնական այց կատարեց Ուրուգվայ, նաև ուրուգվայական կողմից եղավ բարձրաստիճան այցելություն, նախորդ տարի օգոստոսին Հայաստան այցելեց Ուրուգվայ ներկայացուցիչների բանտի նախագահի գլխավորած պատվիրակությունը, ինչը որոշ առումով շատ անսպասելի էր բոլորի համար, որովհետև նախորդ տարին Ուրուգվայում ընտրական էր եւ բոլոր քաղաքական ուժերը թեժ քաղաքական արշավի մեջ էին, բայց ներկայացուցիչների բանտի նախագահը համաձայնեց ընդունել մեր նախագահի հրավերը եւ այցելել Հայաստան եւ այցը շատ արդյունավետ էր, այցի ընթացքում Ուրուգվայցի հյուրերն ընդունեցին ամենաբարձր մակարդակով Հայաստանի հենց ներկայացուցիչների բանտի նախագահի նախաձեռնությամբ հանդիպում կայացավ նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ եւ այդ այցի դրական արձագանքները մինչ օրս Ուրուգվայում շարունակվում են, որովհետեւ Տիկին Աննա Օլիվերան ով այլևս ներկայացուցիչների բանտի նախագահ չէ, որովհետեւ այդ պաշտոնը ստանձնում են 1 տարով այստեղ շարունակում է ակտիվորեն պատմել իր այցի մասին, պատմել Հայաստանի մասին, թե ինչպես են փոխվել իր պատկերացումները հենց Հայաստանի մասին, որովհետև Ուրուգվայում ինչքան էլ Հայաստանը սիրված է, հայերը մասնավորապես Ուրուգվայի համայնքը այստեղ մեծ հարգանք եւ սեր վայելող համայնք է, բայց այսօրվա Հայաստանի մասին պատկերացումները շատ այլ էին եւ այդ մասին ամենուր այսօր դեռևս խոսում են, ինչպես Տիկին Աննա Օլիվերան, այնպես էլ Պետրո Ֆիստոնյանը, ով այդ պահին ներկայացուցիչների բանտի փոխնախագահն էր, ազգության պահի խորհրդանականը եւ այս այցը իրապես մեծ խթան է հաղորդել մեր հարաբերություններին, ել չասած, որ այս տարվա մարտ ամսին Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցեց Ուրուգվայի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը եւս աննախադեպ էր մեր երկկողմ հարաբերություններում եւ այն շատ բարձր է գնահատել ուրուգվայական պաշտոնյաների կողմից։ Ես մինչեւ այսօր բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ուրուգվայցի մեր գործընկերները շեշտում են, թե որքան բարձր են գնահատում, որ Հայաստանի նախագահն է մասնակցել նոր նախագահի երդմնակալության արարողությանը եւ իրենք դա հստակ ընկալել են որպես ազդակ հայկական կողմից երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու եւ ամրապնդելու Ուրուգվայի հետ։ Տիկին Գևորգյան, դուք ասացիք, որ մինչև այցը բոլորովին այլ պատկերացումներ են ունենում Հայաստանի մասին, այ Հայաստան գալուց հետո պատկերացումները, այսպես ասած, ամբողջովին փոխվում են։ Այ ինչ պատկերացումներ են ունենում եւ ինչ տեղեկացվածության մակարդակ կա այդտեղ, որ այցից հետո պատկերացումները միանգամից փոխվում են։ Ուրուգվայում Հայաստան մասին ամբողջ տեղեկատվությունը, այսպես ասած, միշտ ամեն ինչ պատտվել է հայոց ցեղասպանության շուրջ, որովհետեւ այստեղ դուք գիտեք, որ մեծաթիվ հայ համայնք կա, որը ձևավորվել է հենց հայոց ցեղասպանությունից հետո եւ անընդհատ խոսվել է այդ մասին եւ ուրուգվայցիների շրջանակում, այսպես ասած, Հայաստանի մասին պատկերացումները միայն թեմայի շուրջ են, այսինքն օրինակ շարքային ուրուգվայցին չի պատկերացնում, որ Հայաստանն այսօր զարգացած ժամանակակից երկիր է, ով ունի զբոսաշրջային գրավչություններ, որտեղ ունի զբոսաշրջային գրավչություններ, որտեղ կարելի է ճամփորդել, որտեղ կարելի է վայելել այդ երկրի հազարամյա պատմությունը, մշակույթը եւ ամեն վայրում Հայաստանում եւ մենք մեր գտնվելու ընթացքում մեր ուրուգվայցի հյուրերը ինչ-որ նոր բան են իրենց համար բացահայտում, չգիտեմ, Երևանի ամեն անկյունում, Երևանից դուրս հնարավորություն ունեցանք նաեւ վայրեր այցելելու, Հայաստանի մասին իրազեկվածությունը շատ քիչ էր այստեղ։ Դրա համար ցավոք սրտի զբոսաշրջության մակարդակը շատ ցածր է, բայց այդ ուղղությամբ դեսպանությունը ակտիվորեն աշխատում է, մենք արդեն երկրորդ տարին անց մասնակցել ենք Մոնտեվիդեո քաղաքապետարանի կողմից կազմակերպված զբոսաշրջության միջազգային տոնավաճառի, ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները եւ արդեն իսկ մենք դրա արձագանքները ստանում ենք եւ ես վստահ եմ, որ առաջիկա 1-2 տարիներին զգալի աճ է գրանցվելու։ Հենց երեք ես հանդիպում եմ ունեցել զբոսաշրջության նախարարի հետ եւ մենք կոնկրետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ առաջիկայում դեսպանությունը զբոսաշրջության նախարարության հետ միասին իրագործելու է դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Դա հենց իմ հաջորդ հարցն էր, որ ես ուզում եի ձեզ տալ, որովհետև երկու երկրների պաշտոնյաները պարբերաբար այսպես այդ հանդիպումների ժամանակ քննարկում են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարը եւ ինձ հետաքրքրում էր արդյոք այսպես ասած շոշափելի արդյունքներ կան թե ոչ, որովհետև իրականում Հայաստանն էլ է գրավիչ շատ երկրների քաղաքացիների համար եւ կարծում եմ, որ Ուրուգվային էլ շատ հետաքրքիր կարող է լինել Հայաստանի քաղաքացիների համար, չնայած իհարկե հեռավորությանը։ Այո, Ուրուգվային էլ է մեր Հայաստանցի շրջանում քիչ ճանաչված երկիր, չնայած որ այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջության քաղաքներից մեկը Պունտա դել Էստեն, որտեղ դեկտեմբերից փետրվար ամիսներին հսկայական զբոսաշրջային հոսք կա,
Հայաստանում մեծամասամբ պայմանավորված է հեռավորությամբ, որովհետև գիտեք, որ թռիչքներն են մեծ խնդիր, Հայաստանից Ուրուգվայ հասնելու համար մոտավորապես 20-30 ժամանոց թռիչքներ են, ինչը արդեն որոշակիորեն կորցնում է իր գրավչությունը զբոսաշրջիկի մոտ, այսպես ասած, որովհետև երբ արդեն մտածում է, որ այդքան երկար թռիչք է իրեն սպասվում, եւ բացի այդ շատ քիչ են նաև չվերթները ցավոք սրտի, բայց նախկին օրինակ եղել է Մոնտեվիդեոից հռոմ չվերթ, որը համավարակից հետո ցավոք սրտի չեղարկվել է եւ դեռևս չի վերականգնվել, բայց այս պահին որքան ես գիտեմ նաև քննարկումներ են ընթանում, որպեսզի այդ չվերթը վերականգնվի եւ դա հաստատապես մեծապես խթանելու է նաև զբոսաշրջությունը դեպի Հայաստան Ուրուգվայից եւ հակառակ։ Տիկին Գևորգյան, վերջին տարիներին, ինչպես արդեն դուք նշեցիք, տեղի են ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցեր եւ երկուստեք ընդգծվել է, որ չի օգտագործվում հարաբերություններում առկա ամբողջ ներուժը։ Այս զարգացման ինչ միտումներ ունեն այս առումով երկու երկրները համագործակցության առումով։ Զարգացման միտումները ընդգրկում են բոլոր ոլորտները, սկսած զբոսաշրջությունից մինչև առևտրատնտեսականը, որովհետև վերջին տարիներին Հայաստանից Ուրուգվայ ներկրվում են տարբեր ապրանքատեսակներ, որոնք որքան ճանաչելի են դառնում, այնքան նրանց սպառումն ավելանում է։ Վերջերս նաև այդ ապրանքատեսակներին ավելացել են հայկական գինիները, որոնք արդեն մեծ ճանաչում են գտել ուրուգվայցիների շրջանում, եւ ես վստահ եմ, որ գնալով այդ ապրանքների թիվը ավելանալու եւ ամեն ինչ կախված է ճանաչվածությունից, որքան ուրուգվայցին շատ ճանաչի Հայաստանը, այնքան ավելի շատ մեծանալու է հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ եւ դա նպաստելու է ինչպես զբոսաշրջային կապերի, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը եւ ինչու՞ չէ նաեւ մեր քաղաքական երկխոսության ակտիվացմանը, որտեղ գիտեք, որ քաղաքական երկխոսության հիմքում էլ շատ հաճախ առևտրատնտեսական բաղադրիչը մեծ դեր է զբաղեցնում։ Քաղաքականից խոսեցիք, Ուրուգվայի տեսակետը Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ջանքերի, խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին։ Ուրուգվային առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին նորությունը, հայտարարությունները երկու նախարարությունների կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիր եւ փորձել հասնել խաղաղության տարածաշրջանում եւ այս դիրքորոշում ուրուգվայական կողմի վերահաստատվում է տարբեր նաեւ մեր փակ հանդիպումների ընթացքում, իսկ ինչու ապրում խաղաղության խաչմերուկ նախագծին այն պաշտոնաբար ներկայացնում է ուրուգվայցի գործընկերներին, պաշտոնական որևէ տեսակետ կամ հայտարարություն այս կապակցությամբ չի հնչել, բայց դա էլ աշխատանք պահանջում, որովհետեւ այնպես ի վերջ այստեղ տեսփանցությունը բացվել է այս մեկ տարածքում փոքր ավելի դա ժամանակահատվածում երկրում իշխանությունների փոփոխություն է տեղի ունեցել նախորդ տարի կայացած ընտրություններից հետո իշխանության եկավ նախկինում ընդդիմությունը, ընդդիմադիր ուժը, այսինքն մեր աշխատանքը վերսկսվել է նաև որոշակի առումով, որտեղ եկել են իշխանության նոր ներկայացուցիչներ, ինչպես գործադիր մարմնում, այնպես էլ օրենսդիրում, այնպես որ այս ուղղությամբ եւս շարունակական աշխատանք է տարվում։ Իսկ միջազգային հարթակներում ինչպես են համագործակցում Հայաստանն ու Ուրուգվայը, կա այդպիսի համագործակցություն։ Այո, կա, մշտապես եղել է շատ արդյունավետ, մինչև դեսպանության բացումն էլ, որտեղ ես իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում երկար տարիներ աշխատել եմ նաև ԱԳՆ կենտրոնական եւ հարավային Ամերիկայի բաժնում եւ դեռ այնտեղից գիտեմ, որ մշտապես շատ արդյունավետ է եղել մեր համագործակցությունը միջազգային հարթակներում միմյանց տեխնացությունների աջակցությունը եւ վերջին տարիներին նույնպես Ուրուգվայը շատ կարեւոր մարմիններում ընտրությունների ժամանակ աջակցել է Հայաստանի տեխնացությանը։ Տիկին Գևորգյան, մեր զրույցի սկզբում դուք ասացիք, որ կին դիվանագետների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեք, պարբերաբար հանդիպում եք, քննարկումներ եք անցկացնում։ Առհասարակ դիվանագետի աշխատանքը այդ առումով նաև շատ բարդ է, չէ՞, երկրից երկիր, միշտ նոր ընկերներ, նոր շրջապատ, կարոտը, այս հեռավորությունը կա թե չկա, ընդհանրապես այդ դժվար գործում, որովհետև շատ դիվանագետներ ասում են, որ աշխատանքը շատ լավն է, բայց հայրենիքի նկատմամբ կարոտը միևնույն է, երբեմն իրեն զգացնել է տալիս։ Հայրենիքի նկատմամբ կարոտը դա մշտական երևույթ է, բայց ես իմ կողմից կարող եմ ասել, որ այստեղ աշխատանքը միշտ այնքան շատ է, հանդիպումների քանակը, միջոցառումների, որ ժամանակ չի մնում այլ բաների համար, բայց վստահաբար Հայաստանի, ես չգիտեմ, ամեն անգամ Հայաստանի որևէ նկար տեսնելիս, այսպես չգիտեմ, սրտի թրթիռով եմ նայում ամեն ինչին, ձմռան, չգիտեմ, կարոտում եմ Հայաստանի ձմեռը, որը Ուրուգվայում գրեթե չկա, բայց աշխատանքը այնքան հագեցած է, այնքան շատ են նպատակները, այնքան շատ են մարտահրավերները նաև, որ դիվանագետը հատկապես արտերկրում կենտրոնանում է այդ ամենի վրա եւ այլ բաների համար գրեթե ժամանակ չի մնում։
այսպես ասած, այդ շատ գլոբալ փոփոխվող աշխարհում մարտահրավերները միշտ ավելանում են եւ չեն պակասում։ Հիմա ինչ մարտահրավերներ կան։ Դիվանագիտությունը առհասարակ ինքը մշտական մարտահրավերներ է նախատեսում եւ այս պաշտոնը ստանձնելիս մեզնից յուրաքանչյուր դա քաջ գիտակցում է։ Ուրուգվայում նայած ինչ տեսանկյունից նայենք մարտահրավերների, երկկողմ հարաբերությունների տեսանկյունից բարեբախտաբար մարտահրավերները, եթե չասեմ չկան, չգիտեմ, քիչ են ամենայն դեպս, որովհետև դուք գիտեք, որ Ուրուգվայը Հայաստանի ամենաբարեկամ երկրներից է աշխարհում եւ դա դրսեւորվել է միշտ ամենատարբեր իրավիճակներում։ Նշեմ, որ օրինակ Ուրուգվայի խորհրդանը նախորդ տարի միաձայն հայտարարություն ընդունելուց նաև կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել այնտեղ ապօրինաբար պահվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ուրուգվայի աջակցությունը եղել է մշտական եւ այս առումով ես մտավախություններ չունեմ հայ-ուրուգվայական հարաբերությունների մասով։ Ես անընդհատ մտածում եմ, թե մենք ինչպես կարող ենք հարստացնել մեր օրակարգը եւ միշտ ուրուգվայական կողմին հասցնել մեր տեսակետը աշխարհում կատարվող տարբեր իրադարձությունների, հատկապես մեր տարածաշրջանում եւ մեր անվտանգային իրավիճակին առնչվող մեր տեսակետների շուրջ։ Չգիտեմ, դա մարտահրավեր է, բայց դա մեր մշտական աշխատանքն է դիվանագիտության մեջ, դա անխուսափելի է։ Տիկին Գևորգյան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Դիվանագետ կանանց օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։